Դեկտեմբերի 7-ը թեև արդեն մի քանի տարի չի համարվում ոչ աշխատանքային, բայց հիշատակի օր է, եւ լուսաբացի հետ վանաձորցիների խմբերը ուղևորվում են դեպի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված երկրաշարժի զոհերի հիշատակի խաչքար։ 22 տարի շարունակ դեկտեմբերի 7-ին այստեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրվում ի հիշատակ երկրաշարժի զոհերի։ Քրիստոնեական ավանդությամբ այստեղ խնկարկվում է նրանց հիշատակը, մատուցվում պատարագ։ Հիշատակի օրվա առավոտյան Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն, հայտարարվեց լռության րոպե։ Հոգեհանգստի պատարագ մատուցվեց նաև Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցում, ապա ներկաներն ուղևորվեցին դեպի երկրաշարժի զոհերի հիշատակի խաչքար։ 88-ի երկրաշարժի էպիկենտրոն Սպիտակում 22 տարի անց էլ դեռևս սպիացած չէ կորստի ցավը։ Սպիտակը կորցրեց շուրջ 5000-ից մարդկային կյանք։ Մեր դպրոցը թիվ 3 դպրոցը 150 աշակերտ, 13 ուսուցիչ, ողբերգությունը շատ մեծ է։ 22 տարի անցել, 100 տարի լասնի նոր սերունդը պարտավոր է հիշել անմեղ զոհերի հիշատակը, ոչ միայն տրտնջալով, լացով ու գոցով, այլ լավ գործերով։ Երկրաշարժի պահին եղել եմ դպրոցական 10-րդ դասարանում եմ սովորել, շատ ահավոր էր, երևի բառերով հնարավոր չի նկարագրել։ Հիմա անցել է 22 տարի, բայց այս պահին ինձ համար այդ 22 տարին 22 ակնթարթ է, որովհետև ոչինչ չի մոռացվել, ամեն ինչ թարմ է։ Հիշում եմ, բայց չեմ կարող բան ասեմ։ Դե պատմում են, որ շատ զոհեր են կորցրել, օրինակ ես անձամբ 2 եղբայր եմ կորցրել ու շատ ծանր է, էլի Սպիտակի համար եղել այդ ամեն ինչը ու ամեն անգամ էս դեկտեմբերի 7-ին ամեն մի ընտանիք հաստատ նույն ցավն է ապրում։ Սա մարդկանց սրտերում, իսկ արտաքին կյանքում վաղուց արդեն աղետի գոտին փոխվել է վերականգնման, այսօր արդեն զարգացման գոտու։ Այսօր վերածնունդը անհերքելի է։ Իհարկե կա այն ինչ որ 88 դեկտեմբերներ կամ 89 թիվներ, այսօր Սպիտակը դա չէ։ Սպիտակն արդեն վերափոխվել է, գեղեցկացել է, կառուցվել է։ Շարունակվում են վերականգնման եւ շինարարական աշխատանքները Սպիտակ քաղաքում։ 2011 թվականին էլ պետք է իրականացվի մեկ սենյակի շահառուների ուրեմն համար բնակարաններ պետք է կառուցվեն եւ մեր նախագահի խոստումը, որ մինչև 13 թվական աղետի գոտում անօթևան ընտանիքներ չեն լինելու, մենք համոզված ենք դրանում, որ չեն լինելու, ծրագիրը կիրականացվի։ Իսկ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում երկրաշարժից բնակարաններ կորցրած բոլոր ընտանիքներն արդեն ապահովված են բնակարաններով։ 43 ընտանիքների բնակարաններ շահագործման կհանձնվեն մինչև ընթացիկ շաբաթվա վերջը։ Հավանաբար վերականգնողական աշխատանքների ավարտն է պատճառը, որ այստեղ որոշել են այլևս ծաղիկներ ու ծաղկեպսակներ չդնել երկրաշարժի հիշատակի խաչքարին, թեև քաղաքային իշխանություններն այս անգամ էլ թույլ տվեցին խաչքարին ծաղիկներ դնել բոլոր նրանց, ովքեր չիմանալով այդ մասին իրենց հետ ծաղիկներ էին վերցրել։ Հիշատակի օրվա առավոտյան Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում եւս կատարվեց հոգեհանգստի կարգ։ Նայնե Մաթևոսյան, Արմեն Հարությունյան, Վանաձոր մի հեռուստաընկերություն։